Բարի եւ ողջունյալ առավոտ սիրելի հարազատներս։ Թող այսօր Հիսուս Քրիստոսը ձեզ գրկի։ Թող այսօր Հիսուս Քրիստոսը ձեզ հպվի։ Թող այսօր իրական, մարմնական ձևով զգաք Աստծո ներկայությունը, Աստծո մոտիկ լինելը, Աստծո սերը։ Թող Սուրբ Հոգին այսօր ձեզ առաջնորդի դեպի Աստված, դեպի դարձ, դեպի ապաշխարություն։ Թող այսօր կապանքներ քանդվելու օր լինեն։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ ողորմությանդ ու շնորհի գահի առաջ եւ խնդրում եմ քեզ ընտանիքիս բոլոր անդամների, գերդաստանիս բոլոր անդամների համար, ազգիս համար, բոլոր նրանց համար, ովքեր քեզ չեն ճանաչում, ովքեր քո մասին լսել են, բայց քոնը չեն, ովքեր մշակույթով քրիստոնյա են, բայց իրականում քեզ չգիտեն։ Խնդրում եմ Տեր, հպվիր մեր սրտերին, մեր մտքին, բացի մեր սրտերը քո խոսքի համար, որ քո ավետարանի, բարի լուրի համար բաց լինենք մենք, Տեր ջան, որ մենք բերի հող լինենք, որ փրկությունն է Քրիստոսով, որպեսզի մենք ամբողջ հոգով, սրտով, մտքով, ամբողջ մեր էությամբ եւ ուրախությամբ եւ խոնարհությամբ ընդունենք բարի լուրը, ընդունենք Հիսուս Քրիստոսին եւ հետևենք նրան, ապրենք Քրիստոսով ու Քրիստոսի համար, որ նա միայն պատմություն չլինի մեր կյանքում, այլ լինի կենթանի Աստված մեր կյանքում։ Թող քո ավետարանը տարածվի արագությամբ ու խորությամբ մեր ընտանիքի բոլոր անդամների մեջ, մեր գերդաստանում, մեր հայ ազգի մեջ, որ որպեսի ազգ մենք վերադառնանք մեր առաջին սիրուն, որ Քրիստոսն է։ Եվ պաշտպանիր մեզ չարից, ազատիր, ազատագրիր մեզ չարից, չարի կապանքներից, ինչպես նաև չար ու ամբարիշտ մարդկանցից, որ հավատք չունեն եւ ամեն բան անում են մեզ քո ճանապարհից շեղելու համար, մեզ քեզանից հեռացնելու համար։ Ես իմ ընտանիքի անդամներին, իմ գերդաստանին ու լսողներին, նրանց ընտանիքին քո ձեռքերի մեջ եմ դնում, քեզ եմ հանձնում եւ ասում եմ. Հայր, ողորմիր, հայր, գթա, օգնիր մեզ, որ մենք անենք ու շարունակենք անել միշտ այն, ինչ դու պատվիրում ես, ու անենք ոչ թե մուննաթ զուննաթով, չցանկանալով, այլ ուրախությամբ, ցնծությամբ, հնազանդությամբ, իմանալով, որ քո կամքը բարի ու լավ է մեզ համար, որ դու չես ուզում, որ մեր ոտքը քարին կպնի։ Տեր, առաջնորդիր մեր սրտերը քո սիրո մեջ, որ սիրենք ոչ թե միայն մեր ընտանիքը ու մեր ազգին, մեզ սիրողին, այլ սիրենք ամենքին, ինչպես դու ես սիրում մեզ։ Եվ առաջնորդիր մեզ համբերության ու հավատարմության մեջ, ինչպես Հիսուս Քրիստոսն էր համբերատար ու հավատարիմ։ Թող իսկապես Քրիստոսինը լինենք, Տեր, ոչ թե բառերով, իսկապես Քրիստոսի հետևորդներն ու աշակերտները լինենք, Տեր, սովորելով Քրիստոսից, խոնարհ լինելով Քրիստոսի պես։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա եկեք վերադառնանք ելք գրքին 4-րդ գլխում ենք եւ կարդանք այսօրվա փոքրիկ հատվածը եւ մեկնաբանությունը։ Ես խնդրում եմ, որ դուք էլ ինձ հետ գիրքը կարդաք, որ դուք էլ Աստվածաշունչը բացեք ու սկսեք սովորել կարդալ Աստվածաշունչը, հակառակվեք չարին, աչքի տեսողության խնդիր ունեք, գնացեք ակնաբուժի մոտ, ակնոցներ վերցրեք, այդ պատճառները պիտի վերջի վերջո ցած դնեք, թող Տերը կոտրի կապանքները ձեր վրայից, որ պատճառ բռնողներ չլինեք, այլ լուծումներ տվողներ լինեք։ Ճանապարհին մի իջևանում Տերը հանդիպեց Մովսեսին եւ ուզեց սպանել նրան։ Սեփորյան, Մովսեսի կինը, մի սուր քար վերցնելով կտրեց իր անթլպատ որդու թլիպը եւ գցեց Մովսեսի ոտքերի մոտ, ասելով. Դու ինձ համար արյան փեսա ես։ Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեփորան ասաց. թլպատության պատճառով
արյան փեսա։ Տերն ասաց Ահարոնին. գնա անապատ Մովսեսին դիմավորելու։ Նա գնաց և Աստծո լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։ Մովսեսը Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերը ու այն բոլոր նշանները, որ նա պատվիրել էր իրեն։ Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ավագներին։ Սա արդեն ցույց է տալիս, որ եկել են Եգիպտոս։ Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին, և ժողովրդի առաջ նշաններ արեց։ Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին և տեսել նրանց նեղությունները։ Նրանք խոնարհվեցին և երկրպագեցին Տիրոջը։ Հայր, շնորհակալ եմ քո սուրբ խոսքի համար։ Մեզ էլ տուր սրտեր, Տեր, որպեսզի հասկանանք, որ ամեն բարիք քեզանից է գալիս, որ մենք կանք, որովհետև քո շունչն է մեր մեջ ու դու ցանկացել ես, որ մենք այսօր լինենք, որպեսզի ունենանք հնարավորություն ապաշխարելու, ունենանք հնարավորություն ապաշխարություն քարոզելու, բարի լուրը ավետելու, որպեսզի քեզ սիրենք ու սիրվենք։ Եվ թող Իսրայելի ժողովրդի պես խոնարհվենք ու երկրպագենք քեզ, այնպես ոնց որ դու արժանի ես։ Հիմա մի տարօրինակ բան է տեղի ունենում։ Կարդում ենք, որ ճանապարհին մի իջևանում Աստված հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել Մովսեսին։ Սա խորհրդավոր իրադարձություն է, բայց պարզ ասվում է, որ Աստված ամենազոր Տերը ամենազոր ձևով հակառակվում է Մովսեսին, այն աստիճանի, որ Մովսեսի կյանքին է վտանգ սպառնում։ Եվ Մովսեսի կնոջ արած գործողության միջոցով հասկանում ենք, որն է դրա պատճառը։ Պատճառը այն էր, որ Մովսեսը ըստ Ահարոնին Աստծո կողմից տրված հրահանգի իր որդուն չէր թլպատել, որտև տրված ուխտի նշանը սա էր, որ 8 օրեկան բոլոր տղաները պիտի թլպատվեին, և պարզվում է, որ Մովսեսի տղան չէր թլպատել, և դա շարժել էր Աստծո ցասումը այն աստիճանի, որ նա պատրաստ էր Մովսեսին, ում ուղարկում էր Եգիպտոս իր ժողովրդին փրկելու, սպանել։ Եվ Աստված պահանջում է, որ սա շտկվի, այսինքն Աստծո այս քայլը դա է ցույց տալիս։ Ու նախքան մինչև Մովսեսը կմտնի Եգիպտոս և սկսի կատարել Աստծո առաքելությունը։ Այսինքն, եթե մենք անհնազանդ վիճակում ենք, ինքներս անհավատության ուխտի մեջ չենք Աստծո հետ, ուրիշին չես կարող գնալ Աստծո խոսք քարոզել։ Մենք ինքներս պիտի Աստծուն հնազանդ լինենք ամեն բանում, որ ուրիշին էլ քարոզենք։ Քրիստոնյա առաջնորդի կյանքում հաճախ լինում է բախման մի կետ, երբ Աստված պահանջում է, որ նրանք մի կողմ դնեն որոշ այն փոխզիջումները, այն կոմպրոմիսները, այն անհնազանդությունները, որ ունեն իրենց կյանքում, և թույլ չի տա նրանց առաջ շարժվել, մինչև դա չանեն։ Եվ դա միայն առաջնորդների մասին չի, այլ ամեն մեկի համար, որ մենք հասունանանք մեր քրիստոնեական կյանքի մեջ։ Կասկած չկա, որ ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին գրված չէ Աստվածաշնչում, Մովսեսը չի կատարել թլպատման վերաբերյալ աստվածային հրահանգները, որ Աստված տվել էր Աբրահամին ու նրա սերունդներին։ Հնազանդությունը լիովին հաստատվելուց հետո միայն ամեն ինչ առաջ է շարժվում։ Եվ մենք տեսնում ենք, որ հնազանդությունը մի բան չի, որ այսօր կարաս ընտրես, այս հարցում հնազանդ կլինեմ, այն հարցում հնազանդ չեմ լինի։ Մեր ընտրությանը չի թողնված հնազանդությունը։ Աստված պահանջում է հնազանդություն։ Սեփորան Մովսեսի կինը մի սուր քար վերցնելով կտրեց իր անթլպատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ, ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։ Հնարավոր է Սեփորան Մովսեսի կինը դեմ էր թլպատության ծեսին, իր որդու թլպատվելուն,
Սեփորան ինքը իսրայելացի չէր, եւ գուցե նա թլպատությունը համարում էր բարբարոսական մի սովորույթ, եւ ոչ չէր տեսնում ու հասկանում, որ դա Աստծո ուխտի նշանն է ու պարտադիր պահանջ Աստծուց այդ ժամանակ։ Հնարավոր է սա էր պատճառը, որ Աստված Մովսեսին էր պատասխանատու համարում որպես ամուսին եւ տան տղամարդ, որդու թլպատված չլինելու համար, որ Մովսեսը իմանալով ճիշտը, Աստծո կարգն ու պահանջը չէր արել, որովհետև իր կնոջը դա դուր չէր գալիս։ Ու դրա համար Մովսեսին գցեց այնպիսի վիճակում, այսինքն հարձակվելով Մովսեսի վրա սպանելու, որ Մովսեսը ինքը չէր կարող թլպատել, այլ իր կինը, ինքն իր ձեռքով թլպատեց իր որդուն։ Սրանից մենք հասկանում ու սովորում ենք, որ երբեք չպիտի հակառակվենք Աստծո ճշմարտությանը, Աստծո պահանջին, հրահանգին, այն պատճառով, որ մեր ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին դուր չի գալիս կամ չեն հասկանում մեր կյանքը Աստծո հետ։ Երբեք մի դադարի եկեղեցի գնալ, որտեղ ինչ-որ մեկը գուցե քեզ ծաղրում է կամ ասում է, «Օֆ, ինչ հիմարություն»։ Երբեք մի դադարի լեզուներով խոսել, որտեղ ինչ-որ մեկը դա անհեթեթություն է համարում։ Եվ եթե ձեր մեջ կա նման մարդ, որ նման բան անում, մի արեք, որտեղ Աստծո ցասումը շատ մեծ է։ Երբեք չպիտի քո Աստծո հետ քայլքը փոխես, ինչ որ մեկին հաճելի լինելու համար։ Սեփորան Մովսեսի կինը մի սուր քար վերցնելով կտրեց իր անթլպատ որդու թլիպը եւ գցեց Մովսեսի ոտքերի մոտ, ասելով. «Դու ինձ համար արյան փեսա եղար»։ Անենց տպավորություն է, որ Մովսեսի կնոջ մեջ ինչ-որ սենց ցասում, դառնություն կա, արյան փեսա դառար։ Հնարավոր է նա առաջին անգամ գիտակցեց իր ամուսնու կոչման լուրջ բնույթը եւ թե որքան կարեւոր էր իրենց ամբողջ ընտանիքի համար քայլել Տիրոջ ճանապարհներով, Տիրոջը հնազանդ։ Գուցե մինչև հիմա նա մտածել էր, այս ամենը Մովսեսին է վերաբերում, ինձ ու իմ երեխեքին չի վերաբերում, Բայց հիմա ինքը հասկանում է, որ ամբողջ ընտանիքին է վերաբերում։ Այսպես Տերը թողեց նրան, ու քանի որ կինը թլպատեց իրենց որդուն, Մովսեսը չսպանեց Աստված։ Այն ժամանակ Սեփորան ասաց. «Թլպատության պատճառով արյան փեսա»։ Այստեղ նաև հասկանում ենք, որ մենք Հիսուսի արյունով նրա հարսն ենք, նա էլ իր արյունով մեր փեսան է, այսինքն եկեղեցու հավատացյալների փեսան է։ Թլպատությունը դա է ինչ որ միտեղ նշանակում, արյունով, Հիսուս Քրիստոսի արյունով է նոր ուխտը մեզ հետ արված։ Առանց Հիսուս Քրիստոսի արյան չկա նոր ուխտ, չկա փրկություն, որովհետև մեղքի գինը մահն է, այսինքն կյանքովդ պիտի մահի համար վճարես, իսկ մարդու կյանքը, կենդանու կյանքը իր արյան մեջ էր, արյուն պիտի թափվեր եւ թափվեց Հիսուսի արյունը։ Ուրեմն 5 կտակարանը նաեւ այս թլպատման բանով դա է բացատրում։ Այսպես Մովսեսն ու նրա մեծ եղբայր Ահարոնը հիմա ներկայանում են Իսրայելի ժողովրդին։ Աստվածաշունչը կտրուկ անցում է կատարում։ Իհարկե երկար ժամանակ կտևի, մինչև որտեղ որ էին հասնեին Եգիպտոս։ Չգիտեմ, մի քանի օր, մի ամիս, ճիշտ ասած, հետազոտություն չեմ արել, որ կոնկրետ բան ասեմ, բայց Աստվածաշունչը ոնց որ մի անգամից կտրուկ անցնում է, որ իրանք արդեն Եգիպտոսում են։ Տերն ասաց Ահարոնին. «Գնա անապատ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց եւ Աստծո լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։ Ելք 4-ի 14-ում կարդացինք, որ Աստված Մովսեսին ասաց, որ Ահարոնին կուղարկի իր մոտ, եւ հիմա դա տեղի է ունենում։ Աստված Մովսեսին ու մեզ էլ ցույց է տալիս, որ Աստված պահում է իր խոստումները։ Աստծո տված խոստումը երբեք գետնին չի մնում։ Ահարոնը, որը եկել էր Մովսեսին հանդիպելու, կարողանում էր լավ խոսել, բայց նա կամքից թույլ մարդ էր
եւ ապագայում կտեսնենք, թե ինչպես Ահարոնի այս թուլությունը, կամքի ուժի, հաստատակամության պակասը Մովսեսի համար մեծ անհանգստության ու ցավի աղբյուր դարձավ։ Այդպես է եւ մեր կյանքում։ Մովսեսը Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերն ու այն բոլոր նշանները, որ պատվիրել էր իրեն։ Մովսեսը այստեղ Ահարոնին տեղեկացնում է մանրամասնորեն, թե ով է իրենց ուղարկում Եգիպտոս, այսինքն որ դա իր միտքը չէ, այլ Աստծո առաքելությունը, եւ ինչու են գնում եւ ինչ պիտի անեն։ Այնքան, որքան Տերը ասել էր Մովսեսին։ Ահարոնը պիտի իմանար, որ ինքը պիտի անի այն, ինչ Մովսեսը իրեն ասի։ Այդպես էր Աստված կարգել, հիշում եք, երբ Մովսեսը ասեց, ես լավ չեմ խոսում, Աստված ասեց, եղբորդ հետ կգնաս, դու կասես Ահարոնին ինչ ասի, ինքը կասի, իսկ դու կլնես Աստված իր համար։ Այսինքն Աստված տալու էր Մովսեսին խոսքը, Մովսեսը փոխանցելու էր Ահարոնին եւ Ահարոնը պիտի հնազանդվեր ու աներ այն ամենը, ինչ ասում էր Մովսեսը, կարծես թե Ահարոնին ասողը Աստված ինքն էր։ Ջոկեցինք ինչ եմ ասում։ Մովսեսն Ահարոնին այդ խոսեցինք, կներեք։ Մովսեսն ու Ահարոնը գնացին եւ հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ավագներին, բոլոր ծերերին։ Այս այդ պահն է, որ միանգամից անցում է կատարվում Միդիանից, այնտեղ որտեղ Մովսեսն էր, հիմա իրենք արդեն Եգիպտոսում են։ Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին եւ ժողովրդի առաջ նշաններ արեց։ Ժողովուրդը հավատաց։ Ամեն ինչ պատահեց ճիշտ այնպես, ինչպես Աստված ասել էր։ Աստված խոստացել էր Ելք 3:18-ում, որ նրանք Իսրայելի ժողովուրդը կլսեն քո ձայնը։ Այսինքն Մովսես այնինչ դու կասես նրանց, Իսրայելի ժողովուրդը այդպես կանի։ Ու այդպես էլ եղավ։ Եվ Իսրայելի ժողովրդի ոգևորությունը իրական էր, քանի որ նրանք սպասում էին իրենց ազգի ազատագրմանը։ Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին եւ տեսել նրանց նեղությունը։ Տարիներ առաջ, 40 տարի առաջ, երբ Մովսեսը լինելով Եգիպտոսի արքայական ընտանիքի անդամ, երբ փորձեց փրկել իսրայելցիներին ու ինքն իրեն ներկայացրեց ու որպես ազատագրող, Իսրայելի ազատագրող, նրանք մերժեցին նրան։ Իսկ հիմա ժամանակն ու հանգամանքները համընկել էին։ Աստծո որոշած ժամանակն էր եւ Աստծո ծրագիրը եւ ուղղությունը Մովսեսի կյանքի համար պետք է սկսեր կատարվել։ Այսինքն ամեն բան տեղի է ունենում ոչ թե մեր կամքով, այլ Աստծո կամքով, ոչ թե մեր ուզած ժամանակին, այլ Աստծո որոշած ժամանակին։ Եվ եկել էր այդ որոշած ժամանակը եւ Իսրայելի ժողովուրդը տալիս են համապատասխան արձագանք։ Նրանք Իսրայելի ժողովուրդը խոնարհվեցին ու երկրպագեցին Տիրոջը։ Սա բնական արձագանք պիտի լինի ամեն մեկիս կյանքում, ով հավատում է Աստծուն, ու որ պիտի արձագանքենք, երբ մենք հասկանում ենք, որ Աստված ողորմած է ու փրկում է մեզ։ Եթե մեր սրտում գոհունակություն, ուրախություն, երկրպագություն առ Աստված չի բարձրանում բնական կերպով, ուրեմն մենք չենք հասկանում, ինչ բարիք է Աստված մեզ համար անում, ուրեմն մենք դեռ լիքն ենք գոռոզությամբ, մեծամտությամբ, չենք համարում, որ մեղավոր ենք կամ փրկվելու կարիք ունենք եւ նման բաներ։ Դա նշանակում է, որ մեր միտքը դեռ խավարի գերության մեջ է, որտեվ երբ որ մենք իրապես Քրիստոսին ընդունում ենք, Սիմեոնը մարգարեացավ, երբ 8 օրեկան Հիսուսին գիրք ներառել, ասաց լույս վառվեց խավարի մեջ եղող հեթանոսների համար։ Ընդունել Քրիստոսին նշանակում է լույս ընդունել կյանք։ Ու երբ որ լույսը գալիս է, խավարը մեզանից պետք է հեռանա, եւ
Քրիստոսի ընդունելու բնական հետևանքը պետք է լինի Աստծուն գոհություն տալը, Աստծուն փառաբանելը, Աստծուն մեծարելը, Աստծուն երկրպագելը, Աստծուն հնազանդվելը։ Երբ այդ բաները տեղի չի ունենում, մենք պետք է քննենք, արդյոք մենք իսկապես մեր սիրտը տվել ենք Քրիստոսին, արդյոք մենք իսկապես վստահում ենք Քրիստոսին, արդյոք մենք իսկապես ընդունել ենք Քրիստոսին, թե մենք գտնվում ենք ինչ-որ կրոնական բաների մեջ, որ իրական հավատք չի։ Այսքանը այսօր, սիրելիներս, Աստված օրհնի եւ առաջնորդի ամենքիս։ Ամեն։